Ողջույն բոլորին, ես Արսենն եմ եւ ձեզ հետ է Ecocomp համակարգչային խանութ սրահը։ Նախորդ անգամ, երբ խոսում ենք sound card-երի մասին, տվյալ պահին ինձ մոտ գտնվում էր multimedia sound card, այսինքն նախատեսած եւ երաժշտության համար եւ ինչու՞ չէ նաեւ խաղային process-ի համար։ Իսկ այս անգամ արդեն խոսելու ենք հատուկ խաղային process-ի համար նախատեսված sound card-ի մասին, որը տվյալ պահին իմ ձեռքում գտնվելով հանդիսանում է Asus Strix Raid DLX մոդելը, որը իր դասի մեջ գտնվում է ամենավերին սանդղակում, քանի որ նրանից ներքև գոյություն ունի Raid Pro եւ իհարկե Sour մոդելի sound card-երը։ Սկսելով ցուցադրումը նախ եւ առաջ պետք է անդրադառնանք իհարկե տուփին, քանի որ տուփը ոչ պակաս կարևոր եւ տեսարժան վայրեր իր վրա ունի։ Հենց միանգամից արդեն տուփը տեսնելիս հասկանում ենք, որ այն նախատեսված է խաղագրի համար, քանի որ այն ունի բավականին ագրեսիվ եւ գեղեցիկ դիզայնային լուծում, որտեղ անկյունում գտնվում է Strix նշանը բույի տեսքով, իսկ առջևում արդեն մարքեթինգային հետաքրքիր լուծումներ, ինչպես նաեւ տուփի ներսում գոյություն ունի պրեմիում account նախատեսված 15 օրվա համար World of Warships խաղից։ Բացի հետաքրքիր դիզայնային լուծումները, նաեւ ասեմ, որ այն ունի գեղեցիկ պատուհան, որը այսպես բացելիս կարող ենք տեսնել, թե ինչ տեսք ունի sound card-ը, ինչպես նաեւ կառավարիչը, որը գտնվում է հենց այս կողմում։ Իսկ վերին հատվածում արդեն տեսնում ենք ֆունկցիոնալ հնարավորությունները, որը որ մեր առջև բացում է Sonic Studio ծրագրային սպասարկումը։ Տուփի ետևի կողմում արդեն տեսնում ենք մուտքերի հետ կապված մանրամասներ, ինչպես նաեւ եւս ծրագրային սպասարկման մասին մանրամասներ, նաեւ այս հատվածում ունենք հատուկ նշվածք, որ sound card-ը կարողանում է աշխատեցնել մինչև 124 դեցիբել ձայնի ուժգնություն, իսկ ստանդարտ աուդիո քարտերի մոտ դա լինում է 90 դեցիբել։ Դե ինչ անցնենք առաջ, կատարենք unboxing, որից հետո ավելի մանրամասն կփորձենք ծանոթանալ մեր sound card-ին, ինչպես նաեւ հենց կառավարիչին, որը տեղադրվում է սեղանի վրա ավելի հեշտ օգտվելու համար։ Գնացինք։ Բացելով տուփը արդեն ներսում տեսնում ենք այսպիսի մի գեղեցիկ հետաքրքիր մինիմալիստական մի տուփ, որի մեջ հենց գտնվում են արդեն մեր sound card-ը, ինչպես նաև կառավարիչը եւ իհարկե արդեն կոմպլեկտավորման դետալները, որին ավելի մանրամասն այժմ կծանոթանանք։ Բացելով միանգամից տեսնում ենք ներսում գտնվող իհարկե լարը, որը միացնում է մեր կառավարիչը սեղանի վրա գտնվող, որը ես արդեն նշեցի, հենց մեր անմիջականորեն մեր sound card-ին, այն նաև ունի շատ հետաքրքիր մուտքային համակարգ։ Լարի մի ծայրում գտնվում են 3.5 մմ տրամագիծ ունեցող jack մուտքերը, իսկ մյուս ծայրում արդեն գտնվում է HDMI մուտքը, որը բավականին հետաքրքիր է կարծում, քանի որ աուդիո համակարգերի մեջ HDMI մուտք կարծես թե ոչ ոք չեն տեսել։ Ունենք այսպիսի մի շատ հետաքրքիր աքսեսուար, որը օպտիկական ելքի համար է, ինչպես արդեն նշել էի տուփի զննման ընթացքում, ներսում գտնվում է World of Warships խաղի 15 օրյա պրեմիում account, այսինքն այս հատվածը մաքրելով, ջնջելով դուք կտեսնեք սերիալ համար կոդ, որը որ պետք է մուտքագրեք ձեր account-ի մեջ, եւ ձեր account-ը հասարակ account-ից կվերածվի արդեն պրեմիում account-ի, որի ժամանակ արդեն ավելի առավելագույն գործողություններ ձեզ համար արդեն հասանելի կլինեն։ Անցնելով առաջ տեսնում ենք արդեն տուփի ներսում հետաքրքիր Strix աչքի տեսքով այսպիսի մի ստիկեր, որը շատ գեղեցիկ կնայվի բնականաբար case-ի վրա, եւ հենց առաջին դիտորդը, ով կտեսնի ձեր համակարգիչը, միանգամից կհասկանա, որ ներսում գտնվում է իհարկե Strix Raid DLX sound card-ը։ Նաեւ բացի այս ամենից ներսում տուփի գտնվում են բազմաթիվ այսպես մակուլատուրա, թղթաբանություն եւ վերջում իհարկե տուփի մեջ գեղեցիկորեն շողում է իհարկե դրայվերի սկավառակը, որը ոչ պակաս կարևոր է, քանի որ նրա մեջ գտնվում է իհարկե Sonic Studio ծրագրային սպասարկումը։ Եվ արդեն բացելիս միանգամից մեզ աչքի են ընկնում մեր sound card-ը, ինչպես նաև վերը նշված իհարկե կառավարիչը։ Այսպիսի հետաքրքիր դիզայնային լուծումով երկու սարքավորում է իմ ձեռքին այս պահին գտնվում։ Ես մի փոքր կուզեի խոսել արտաքին դիզայնի մասին, կոնկրետ sound card-ի, հետո արդեն կանադառնանք իհարկե կառավարիչին, remote control-ին։ Ինչպիսին է sound card-ը։ Sound card-ը ունի ինչպես բոլոր Asus բրենդի device-ները, ունի պարզապես ֆանտաստիկ գեղեցիկ խաղային դիզայն։ Այստեղ առկա է Strix աչքը, այսինքն մեր բույի աչքը, բոլորից շատ քաչ հայտնի։ Վերևի հատվածում, ինչպես եւ տեղադրվում է sound card-ը case-ի մեջ, ունեն գեղեցիկ գրվածք մոդելի, այսինքն Strix Raid DLX։ Այս հատվածում գտնվում են արդեն մուտքերը, որտեղից որ միանում են մեր աուդիո համակարգերը։ Սև նշվածքով մուտքը նախատեսված է կոնկրետ մեր կառավարիչի համար, որը որ գտնվում է հենց փաթեթում, իսկ մնացածը արդեն ականջակալի, բարձրախոսի, խոսափողի, ինչպես նաև 5.1 եւ 7.1 high-end աուդիո համակարգերի համար, որի համար եւ հենց նախատեսված է մեր sound card-ը։ Չմոռանամ նշել նաև, որ մեր sound card-ին հարկավոր է առանձին հոսանքի աղբյուր, որով որ նա պետք է աշխատի։ Իսկ հոսանքի աղբյուրը նրան պետք է մատակարարվի ընդամենը 6 պին սնուցման լարով, որը որ անպատճառ պետք է լինի ձեր սնուցման բլոկի գործարանային լարերի մեջ։ Առանձին մոլեքսային կցոններով այս sound card-ը միացնել ընդհանրապես խորհուրդ չի տրվում։ Որպես կենտրոնական աուդիո պրոցեսոր, այստեղ տեղ է գտել ES90
3016 մոդելը։ Կոնդենսատորները հանդես են գալիս աշխարհահռչակ Vima եւ Nichicon բրենդերից, Fine Gold եւ մյուս մոդելներով։ Ականջակալի համար նախատեսված ուժեղարերը հանդիսանում է LME 49600 եւ LME 49720 մոդելները։ Ինչ է իրենց ներկայացնում մեր կառավարիչը։ Այն շատ գեղեցիկ է, հետաքրքիր էսպիսի անկյունային դիզայնային լուծում ունի արտաքինը։ Այս կողմում տեսնում ենք, որ HDMI մուտք ունի իր վրա, որով հենց միանում է մեր կառավարիչը, ինչպես արդեն նշել է, sound card-ին իր HDMI լարի միջոցով։ Հակառակ կողմում տեսնում ենք 2-3.5 մմ տրամագիծ ունեցող խոսափողի եւ ականջակալի մուտքերը, իսկ վերևի հատվածում արդեն ողջ հետաքրքրությունն է այս սարքի։ Մենք տեսնում ենք իհարկե ձայնի կառավարման այսպիսի մի անիվ, որը այսպես պտտեցնելով բարձրացնում ենք եւ իջեցնում ենք իհարկե ձայնի բարձրությունը։ Այստեղ ներքևում ունենք rate mode կոճակ, որի վրա սեղմելով միանգամից արդեն անցնում ենք մեր կողմից կարգավորված պրոֆիլին, այսպես կոչված խաղային պրոֆիլին, որը մենք արդեն կարգավորել էինք Sonic Studio ծրագրային սպասարկման մեջ։ Առջևի հատվածում տեսնում ենք Strix գեղեցիկ լոգոն, բնականաբար։ Նաև ասեմ, որ սեղմելով անիվի վրա, այսպես սեղմելով, այստեղ հայտնվում է LED գեղեցիկ լուսավորվածություն, որը մեզ հուշում է, որ սարքավորման վրա տեղափոխել ազդանշանը աուդիո։ Այսինքն, եթե LED լուսավորվածությունը գտնում է այս հատվածում, այստեղ գրած է headphones, այսինքն ականջակալ էր։ Իսկ եթե մենք փոխում ենք ուղղությունը, այն տեղափոխվում է LED ազդանշանը արդեն դեպի աջ կողմ, որտեղ գրված է speakers եւ արդեն ազդանշանը առանց անջատելու ձեր ականջակալը անցնում է արդեն բարձրախոսերին, որը որ գտնում են ձեր համակարգչի կողային հատվածներում։ Տեխնիկական հնարավորություններից խոսելիս կարելի է նշել նաեւ մի շատ հետաքրքիր պլյուս, որը որ ստորին հատվածն է մեր կառավարիչի, որը ունի գեղեցիկ այսպիսի նարնջագույն գույն, ինչպես նաեւ հետաքրքիր ռետինե բարձիկներ, որոնք նպաստում են մեր կառավարիչի սեղանից չսահելուն։ Դե ինչ այս բան արդեն անդրադառնանք Sonic Studio ծրագրային սպասարկմանը եւ տեսնենք թե ինչ առավելություններ է այն մեր առջեւ բացում։ Գնացինք։ Sonic Studio ծրագրային սպասարկման ինտերֆեյսը ինչպես տեսնում եք հետևյալն է։ Ձախ տեսնում եք արդեն ականջակալերի, ինչպես նաև բարձրախոսների կարգավորման մենյուն։ Sonic Studio ծրագրային սպասարկման շնորհիվ մենք նաև կարող ենք ինքնուրույն կարգավորել equalizer-ը, նաև առանձին մենյուով կարող ենք կարգավորել բասերի բարձրությունը, ինչպես նաև ձայնի մաքրությունը եւ իհարկե կոմպրեսիան։ Բարձրախոսների մենյուի ստորին հատվածում գտնում է ևս մի մենյու, որտեղից կարող ենք ընտրել մեր աուդիո սարքավորման ավելի համապատասխան տարբերակը։ Կլինի դա պարզապես ստերեո, 4.0, 5.1 եւ 7.1։ Ականջակալներից օգտվելիս մենք նույնպես կարող ենք օգտվել բազմուղի աուդիո էֆեկտից։ Պարզապես դրա համար հարկավոր է միացնել Virtual Surround մենյուն, որտեղից արդեն վիրտուալ կերպով կարող ենք վայելել 5.1 կամ 7.1 աուդիո համակարգի էֆեկտը։ Reverb մենյուում մենք նաև ձայնին կարող ենք ավելացնել որոշակի reverb էֆեկտ, որը մեզ կտա փոքր, միջին կամ մեծ տարածքի հնչողության էֆեկտ, այսինքն echo։ Խոսափողի համար նույնպես այստեղ գոյություն ունի հատուկ մենյու, որտեղից արդեն կարող ենք կառավարել իհարկե ձայնի մաքրությունը, ինչպես նաև աղմուկի մեկուսացումը։ Բայց քանի որ այս բանը ես խոսափող չեմ միացել համակարգչին, այդ իսկ պատճառով ծրագրային սպասարկման մեջ այդ մենյուն ակտիվ չէ։ Իսկ ստորին հատվածում արդեն գտնվում է RAID կոճակի կարգավորման մենյուն։ Դե ինչ այսօր այսքանը կապած Asus Strix RAID DLX sound card-ի մասին։ Եթե հավանեցիք վիդեոն, ապա մի խնայեք ձեր լայքերը, գրեք դրական կոմենտներ, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի հետագա բոլոր վիդեոները բաց չթողնեք։ Ես Արսենն եմ, ձեզ հետ է Ego Comp համակարգչային խաղաղ սրահը։ Մի զրկեք ձեզ լավագույնից։ Մնացեք խաղաղությամբ։